Ներքին անկայունությունը սրելու լավագույն ժամանակներն են գալիս ըստ տեխնոլոգիաների, ընտրությունները, ինչ է տեղի ունենալու 26-ից առաջ Հայաստանում։ Չգիտեմ, ես կառաջարկեի ընտրություններից հիմա ասենց շատ չխորանալ, սա առանձին թեմա է, որտեղ կարելի է խորանալ, բայց եթե խոսանք մեր անելիքների մասին, իմ կարծիքով, բացի նրան, որ մենք պետք է մեր անվտանգությունը ամրապնդենք գործընկերներ ունենալու համար, նաև աշխարհաքաղաքական կշիռ ձեռք բերելու համար, մենք պետք է ներքին մեր կայունությունը ապահովենք, կայունությունը եւ համերաշխությունը։ Այդ կոնֆլիկտները, որոնք ուտում են մեր հասարակությունը ներսից, մարդիկ օգնել են սրանից։ Սրան պետք է ուղղակի վերջ տալ։ Եվ նաև հետագա ընտրությունների կարևորությունը նաև դրանով է։ Մենք ընտրելու ենք մի իշխանություն, որը փորձելու է այդ համերաշխությունը ներսում ստեղծի, բերի, թե ունենալու ենք սրա շարունակությունը։ Մշտական, sense կոնֆլիկտացին մի իշխանություն, որի հիմնական sense ոնց որ նպատակը մեկ-մեկ ռացիոնալ բացատրությունն էլ չունես, լավ, եկեղեցին քեզ ինչու ախանգարում։ Չէ, անպայման պետք է ստեղ բզենք, ընդ բզենք, ստեղ պրոբլեմ ստեղծենք, ընդ պրոբլեմ ստեղծենք։ Սա տեսակ է։ Հիմա կարող է սա տեսակ չի, սա հանրություն է, կարող։ Բայց սա տեսակ է, թե հանրությունը մենք իմանալու ենք իշխանափոխությունից հետո, եթե մեր ժողովուրդը ուզում է իմանալ ճշմարտությունը, որն պետք է իր ընտրությունը ճիշտ անի 26 թվականին։ Այս չարությամբ լցված իշխանությունը չպետք է իշխանություն լինի։